Այսօր առաջի բուժառուն գնաց տուն։ Բարեբախտաբար այսօր արդեն 7-8-րդ օրը մենք ունենք բուժառուներ, որոնք տեղափոխվում են այլ կենտրոններ, բայց մյուս կողմն էլ կա։ Այդ մյուս կողմում պայթյունից տուժած եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուների մեծ թիվն է Հայրվածքաբանության ազգային ինստիտուտում եւ մյուս բժշկական կենտրոններում։ Ընդհանուր բուժում ստացողների մոտ 25%-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Սեպտեմբերի 25-ի ուժեղ պայթյունից տուժածները Հայաստան հասան սեպտեմբերի 26-ին նաև ուղղաթիռով, նախ Գորիս տեղափոխվեցին, հետո Երևան։ Այսինքն մենք ընդունել ենք մոտավորապես 24 ժամ հետո առաջի բուժառուներին այրվածքներին, առաջին ընդունված պացիենտների վիճակը ծայրահեղ ծանր էր, որովհետև երկու գործոն կար պետք է հաշվի առնենք, առաջինը որ 10 ամիս այդ մարդիկ հյուծված են եղել, նորմալ չեն սնվել եւ այդ հյուծումը միանշանակ պատճառներից մեկն է այսօրվա ծանր վիճակի։ Մեկ եւ երկրորդը տեղում Ստեփանակերտում բժշկական ծառայությունը պրակտիկորեն անհնար է եղել նորմալ կազմակերպել։ Չնայած Հայաստան տեղափոխված հիվանդները պայթյունի բուն օջախից մի քանի 100 մետր հեռու են եղել, բայց շատերի դեպքում այրվածքի ծավալը շատ մեծ է։ Այրվածքների տեղակայումից ու մյուս հետևանքներից պարզ է դարձել պայթյունն ունեցել է ալիքներ։ Այրվողների մեծ մասը դեմքով կանգնած են եղել դեպի կրակ, որովհետև բոլորի մոտ դեմք այրվածք։ Ալիքը ոնց որ շպրտել է այրվածին եւ դեպի վառվող ինչ-որ բանի մեջ, որովհետեւ մեծ մասի մոտ նաեւ մեջքի այրվածք ունենք մեծ մակերեսով, որը ել ավելի դժվարացնում է։ Տեսեք, մենք չենք կարող բուժառուին փորի վրա պարկացնենք, որովհետեւ դեմքի խնդիր ունենք, մենք ունենք շնչառության խնդիր։ Մենք չենք կարողանում մեջքի վրա պարկացնենք։ Ալիքը նաեւ կոտրվածքներ է առաջացրել։ Արդեն արկա այս ծանր վիճակին պայթյունը նոր հետևանքների պատճառել է դարձել, որոնք վերջին 2 օրն են սկսել արտահայտվել։ Այդ պայթյունի ժամանակ ձևավորված գոլորշին նաև թոքերի այրվածք առաջացրել։ Այրվածքաբանության ազգային ինստիտուտ տեղափոխվածներից միայն մեկն է եղել աղջիկ 20 տարեկան, պայքարում է ու նաև ոգևորում բժիշկներին, պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը։ Որ դե տղեկ, բժիշկներ, պինդ եղեք, դզվենք մենք հեսա, հա։ Միքայելյանում եւս բուժում ստացողներից միայն մեկն է եղել աղջիկ։ Երիտասարդեր եւ այրվածքի 80-ից 100% մակերես ունենալով հանդերձ մահացավ։ Սեպտեմբերի 26-ին մի քանի ժամում 150 հոգանոց անձնակազմը արդեն տեղում էր, 1 ժամում 29 հիվանդ են ընդունել։ Արցախում առաջի բուժօգնությունը ցուցաբերվել էր գոնե մինիմում ասած պատշաճ մակարդակով, այսինքն բոլոր հիվանդները ստացել էին հակափայտացման անատոքսին եւ շիճուկ, որը որ շատ կարեւոր է նման հիվանդների բուժման տակտիկայում։ Շտապօգնության մեքենաներում եւս առաջին բուժօգնությունը շարունակվել է մինչեւ կհասնեին մասնագիտացված կենտրոններ։ Ծանր 7-8 օրեր են անցել կորուստներով, նաեւ դրական լուրերով։ Այսօր Միքայելյանից էլ է 1 հիվանդ դուրս գրվել։ Հիմա վերակենդանացման բաժանմունքում բժիշկները շարունակում են պայքարել 7 տուժածի կյանքի համար։ Երկուսի վիճակը ցավոք սրտի գնահատված ծայրահեղ ծանր, մնացած 5-ի վիճակը ծանր եւ մոտակա օրերի ընթացքում հույս ունենք, որ կտեղափոխվեն համապատասխան բաժանմունքներ։ Պալատ այս պահին 17 բուժառու արդեն տեղափոխվել է։ Հարազատների ներկայությունը, ասել խոսելը օգնում է դուրս գալ շոկային վիճակից։ Իրանք դերևս 2-3 ամիս ամենակիչը կբուժվեն մեզ մոտ։ Ամեն մի վիրակապությունը տևում է 1 ժամ եւ ավել, որովհետեւ տարում են վիրահատարանում ընդհանուր անզգայացման տակ։ Հետագայում ուրեմն մաշկային պլաստիկայի եւ այլն վիրահատությունների, այսինքն դեռ մեկ վիրահատություն չի, որ կկատարվի իրանց մոտ։ Չնայած հիվանդներ կան, որ մոտ ազգականները կողքին չեն, բայց հիվանդանոցը օգնող ձեռքերի կարիք չունի, վստահեցնում է Ատոմ Տեր-Գրիգորյանը։ Հիվանդների հետ տեղում աշխատում են նաև հոգեբաններ։ Ունենք ուսանողներ, ունենք կլինիկական օրդինատորներ, որոնք որ ակտիվ նույնպես օգնում են։ Բժիշկները նշում են, հաշվի առնելով հիվանդների տարիքային խումբը, բուժման ընթացքը պետք է որ ավելի լավ լիներ, բայց ամիսների թեժ սնուցումը հյուծել է դիմադրողականությունն ու մյուս օրգանները։ Իդեպ Միքայելյանում վերակենդանացման բաժանմունքում է Լեռնային Ղարաբաղից տեղափոխված մի պապիկ, որի հետազոտությունը ցույց է տվել հյուծվածության պատճառով հայտնվել վերակենդանացման բաժանմունքում, գտնվում արհեստական շնչառության պայմաններում։ Սովահարության ախտանիշով մոտ 70 տարեկան պապիկը Ստեփանակերտից վերջինը տեղափոխված 15 քաղաքացիներից մեկն է։ Իրինամ Կրշյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։